Հանրային գործիչները Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին նամակներ են հանձնում պատգամավորներին։ 10-օրյա ժամկետ են տվել պատգամավորներին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար։ Եթե չանեն, այլ քայլերի կդիմեն նամակներ հանձնողները։ Եթե 10 օրվա ընթացքում մեր հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը իրանց ներսում չկարողացան ուժ գտնեն, որ գոնե գործընթացի շրջանակներում մի կողմ թողեն իրանց ատելությունը, այսինքն մենք արձանագրեցինք, որ մեր ընդդիմադիր պատգամավորները իրար ավելի են ատում, քան Նիկոլ Փաշինյանին, 10 օր հետո մենք այդ արձանագրման պատասխանը կիմանանք, մի վերջացնեմ խոսքը նոր, այդ դեպքում այդ նիհիլիզմի մթնոլորտը կոտրելու միակ տարբերակը այն է, որ հանրությունը ինքը այդ տեխնացուին վերջապես գեներացնի, ստեղծի, հայթայթի, բերի։ Ընդդիմադիր խմբակցություններն ունեն ընդդիմադիր տեխնացու վստահ է Մալյանը, մինչդեռ պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրերս հայտարարեց. Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի տեխնացու չունի, հենց դրա համար էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում։ Վարչապետին անվստահություն հայտնելը խորհրդարանական գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է կիրառվել, ասել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Դա միայն կախված չէ ցույց խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կամ ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումներից, դա նաև մեծ առումով կախված է նաև փողոցում արկա իրավիճակից եւ բնականաբար որևէ ձևով որը մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորի այդ գործընթացի համար։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչներից մեկի խոսքով վարչապետի տեխնացու չկա, մյուսի խոսքով բարենպաստ պայման գործընթացը սկսելու։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ վերջերս հայտարարեց, իմպիչմենթի հարցը 2022 թվականի օգոստոսին իրենց խմբակցությունն է առաջարկել։ Եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ ենք քննարկել, ինչպես այս բոլոր շարժումների ընթացքում բաց եւ պատրաստ ենք եղել։ Մենք էլ տեսնում ենք, այսինքն մենք էլ տեսնում ենք, որ նա դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Պատիվ ունեմ խմբակցությունը եւս մի քանի անգամ հայտարարել է Փաշինյանին անվստահություն հայտնելու պատրաստակամության մասին։ Եթե ընդդիմադիր ուժերը պատրաստ էին, ինչու օրինակ 2024 թվականի մայիսի 9-ին Սրբազան շարժում անունը ստացած մեծ հանրահավաքին եւ դրան հաջորդած օրերին չմեկնարկեցին այդ գործընթացը։ Վարչապետի տեխնացուն կար, քաղաքական ուժերի միջև երևացող համախմբումը եւս ինչու չստացվեց։ Բագրատ Սրբազանը չի եղել երբեք տեխնացու, չի եղել տեխնացու, չի եղել իմպիչմենտի նախագիծ չի եղել թուղթ, չի եղել Բագրատ Սրբազանի կամ որևէ այլ մարդու։ Ես միայն ուրախ կլինեի, անկեղծ, ոչ թե սա ասում չի եղել, որ տիպը չեմ ուզում լինի, որտեղ Բագրատ Սրբազանի հետ ենք հանդիպելու, այլ չի եղել, որտեղ նման թուղթ չի եղել, ոչ մեկ այդ թղթի տակ չի ստորագրել եւ Բագրատ Սրբազանն էլ հետեւաբար բացի հրապարակում տեխնացու հայտարարվելուց այն կողմ չի գնացել գործը։ Սահմանադրությունն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հնարավորություն է տալիս, բայց դրա համար պատգամավորների ընդհանուր թվի 1/3 ձայներն են պետք։ Ունենք 107 պատգամավոր եւ ակնհայտ է, որ 1/3-ը միայն ընդդիմադիր խմբակցության պատգամավորների քանակով չի լրանում։ Այսինքն պետք է որոշակի համագործակցություն ենթադրվի նաև իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ։ Իսկ ընդդիմությունը քայլեր կատարում է անհրաժեշտ ձայների անհրաժեշտ թիվն ապահովելու համար։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։